Գիշերը Գյումրիում ծափողջույններով են դիմավորել Միքայել arczepiskopos Աչապահյանին։ Առաջնորդարանի մոտ մի փոքրիկ գյումրեցի երգ է նվիրել Շիրակի թեմի առաջնորդին։ Խիստ համեստ հրավառություն ու հյուրասիրություն ի պատիվ Սրբազանի։ Այս անգամ նա առանց ոստիկանների հսկողության է եկել հայրենի քաղաք։ Շարականներ են հնչում առաջնորդարանում։ Միքայել Սրբազանին 2 տարով ազատազրկելու առաջին ատյանի դատարանի որոշումը 5 շաբթի է բեկանել վերաքննիչն ու նոր քննության համար գործն ուղարկել Շիրակի դատարան։ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացրել է վերաքննիչ դատարանը, arczepiskopos-ը սակայն չի կարող բացակայել երկրից։ Ազատության մեջ Միքայել Սրբազանը նախ գնացել է Բագրատ Սրբազանի դատին։ Հետո մայրաթոռ է գնացել Միքայել Սրբազանը, հանդիպել ամենայն հայոց կաթողիկոսին։ Հանդիպեցինք, օրհնություն ստացանք, զրուցեցինք։ Շատ զրուցելի բան կար։ Քաշ։ Սրբազանն ասել է, սքանչելի օրեր է անցկացրել բանտախցում։ Սքանչելի օրեր եմ ունեցել, հանգստացել եմ բանդում, հոգսերից, մտահոգություններից։ Ես եկեղեցական ծառայությունը հանգիստ չի, ամենօրյա մտահոգություն է։ Իսկ երբ քեզ բանդարգում են, ես զրկում են մտահոգությունից, քեզ ինչ է մնում անելու։ Աղոթել, ընթերցել, ներհայեցողական կյանքով ապրել, ինչը որ արել ենք մենք 1 տարի, ես ես իմ ձևով, Բագրատ Սրբազանի իր ձևով, ոնց որ իրենք ուզեցին մեզ վնասել, բայց մենք այդ վնասը փոխակերպեցինք օգուտի։ Միքայել Սրբազանը նորից է շեշտել, գործող իշխանության հանդեպ իր վերաբերմունքը չի փոխվել, պայքարը շարունակվում է։ Իմ վերաբերմունքը որևէ կերպ չի փոխվել այսօրվա իշխանությունների նկատմամբ։ Պիտի շարունակենք մեր պայքարը մեր խրամատից։ Մինչև որ Հայաստանը լինի մեր երազած Հայաստանը։ Օրհնեցեք Սրբազան։ Աստված օրհնի։ Ադրիկ, հաջողություն։ Ձեզ շնորհակալություն ես բոլոր տարիների ընթացքում մեզ լուսաբանելու համար։ Լանա Համբարձումյան, Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։